Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է դեկտեմբերի 26-ի համար։ Մնացին հաշված օրեր են մեր հրաշք տունի հետ կապված։ Ես շատ եմ սիրում այս տունը, շատ, չափազանց շատ, եւ շատ ուրախ եմ, որ վերջապես գալիս է այս տունը։ Օրը ուրբաթ է եւ տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվել այդ օրը։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին դեկտեմբերի 26-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը որոշ գործեր կարող են մնալ չեք հասցնում ավարտին, նաև օծեր կան, չարլեզուներ, բամբասանքներ, նաև այդպես վերաբերմունքը, այդպես կոպիտ իրենց կողմից։ Նաև այդ օրը հրավերք ունեք որևիցե առիթի, ժամը ձեզ համար շատ կարևոր է, ժամին ուշադրություն դարձեք, որպեսզի չուշանաք ինչ-որ մի տեղից, կարող ժամ են ասում առիթին գնալու համար, եւ այստեղ սուտ կա։ Սուտ է, որը կարող է ձեզ ցավ տալ եւ կարող եք նեղվել, նաեւ արտասվել, կարող եք հուզվել։ Չեմ կարող ասել հստակ դրանից է, կարող է բամբասում են, կարող է ինչ-որ բան է, ամենայն դեպս սուտ կա, ցավ, նաեւ արտասուք կամ այստեղ հուզմունք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին դեկտեմբերի 26-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը հյուրեր ունեք կամ դուք կգնաք հյուր, հեռախոսազանգ ունեք, նաև գործնական թեմաներից կարող եք խոսել, գործնական պահերից կարող եք խոսել ինչ-որ մեկի հետ, եւ ոմանք կարող են ժամադրության գնալ, պայմանավորվել գնալ ժամադրության,
Ոմանք էլ կարող են իրենց հարազատ մարդկանց հետ պայմանավորվել եւ հանդիպել։ Նաեւ ոմանց սերկ խոստովանեն կամ դուք սերկ խոստովանեք, դե սիրված կզգաք, դեր հարազատների շրջապատում կլինեք, կարող եք սիրահարվել նաեւ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկորյակներին։ Ինչ է սպասվում եկորյակներին դեկտեմբերի 26-ին։ Հարգելի եկորյակներ, այդ օրը ինչ-որ բան է ձեզ երջանկացնելու, նաև ժամն է կարևոր ձեզ համար, ժամին ուշադրություն դարձեք, որպեսզի չուշանաք եւ հանկարծակի լուր կլսեք այդ օրը, հուզված ինչ-որ մեկին կսպասեք, ինչ-որ մի բան է կամ ինչ-որ մեկն է, որ տենց սպասում եք հաջողություն ունեք այդ օրը ձեր գործերում, ձեր բիզնեսում, ձեր աշխատանքում, նաև ոչ նամակ կստանաք, փաստաթուղթ, տեղեկատվություն, ինչ-որ փաստաթուղթ կարող եք ստորագրել այդ օրը նաև ինչ-որ մեկից կարող եք հեռանալ կամ ինչ-որ բան տաք ինչ-որ մեկին եւ այդպիսով նաև հեռանաք։ Այդ ապրանքից կամ ինչ-որ մի բան եք արել, տալիս եք հաճախություն ունենաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին դեկտեմբերի 26-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը նվեր կամ կգնեք ինչ-որ մեկի համար կամ նվեր կստանաք։ Նաև երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ են, նավրետ ծնունդ է, առիթ է, դրա համար եք նվեր պատրաստում կամ ձեր մոտ է այդ առիթը, դրա համար դուք եք պատրաստվում, ոչ է գաղտնիք կլսեք այդ օրը, գաղտնիք կբացահայտվի նաև
Այստեղ տան հետ կապված ոչ իրադարձություններ են, հնարավոր է առիթ է։ Հնարավոր է երեխաների առիթն է, հնարավոր է նաև տան հետ կապված է կաղը, ընտանիքի անդամների հետ է կապված ինչ-որ գաղտնիք, որը կբացահայտվի։ Եվ հույսով լցված եք այդ օրը կամ հույսն է դել եք ինչ-որ մեկի վրա կամ ինչ-որ բանի վրա եք նաև ձեր հույսը դրել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առույցների։ Ինչ է սպասվում առույցներին դեկտեմբերի 26-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը ինչ-որ հարցում հաղթանակած եք դուրս գալու, ինչ-որ մի բան ձեր օգտին կավարտվի, նաև հյուր եք սպասում, կարող եք ծախսեր անել նաև հյուրի հետ կապված, ում գալիս է, որ գումար տակ իրեն, և հիասթափություն է այստեղ կամ այստեղ որովհետև ժամին սպասում եք, հույսով սպասում եք, որ ճիշտ ժամանակին կգա, բայց կարծես թե երևի ուշանում է դրա համար եք հիասթափվում կամ ինչ-որ բան է ձեզ տխրեցնում օրվա ընթացքում և ոչ է հնարավորություն կարող ձեր ձեռքից բաց թողնել։ Դե եթե սպասում եք հյուրը գա, չկա, այդ պահին բնականաբար ամեն մեկն էլ ինչ-որ հնարավորություն է իր ձեռքից բաց թողնում։ Ես երբեք չեմ սիրում, որ մարդիկ ուշանում են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին դեկտեմբերի 26-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը հեռախոսազանգ ունեք, նաև ոչ իրադարձություններ են, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվեն, բայց ոնց որ տխրում եք, այդքան էլ ձեզ դուր չի գալի այդ պահը, որ պետք է եւս նույն բանը լինի։ Կարող հիասթափվում, այդպես է, ինչ որ բան եք վճարելու, ինչ որ բաներ եք գնելու այդ օրը, գումար եք ծախսելու ամենայն դեպս։ Եվ հանկարծակի լուր կլսեք այդ օրը, հաջողություն ձեր գործերում, ձեր բիզնեսում և հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին դեկտեմբերի 26-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը հանկարծակի լուր կլսեք, նաև ժամը ձեզ համար շատ կարևոր է, ժամին ուշադրություն դարձրեք, միգուցե ժամին է վերաբերվում, նաև գումար կստանաք և մի փոքր հուզվում եք, ինչ-որ բանից, կամ կարող եք արտասվել, չի երևում ինչից է, կամ հանկարծակի լուրն է, չեմ կարող ասել, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին դեկտեմբերի 26-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը երեխաների հետ կապված որևէ իրադարձություններ ունեք, հղիությունը, ծննդաբերությունը կամ մեկ այլ հարց է, նաև նորություն կլսեք, հաջողություն ձեր գործերում, ձեր բիզնեսում, ձեր աշխատանքում, նաև ինչ-որ տհաճ պահեր կան օրվա ընթացքում, ինչ-որ մեկից կարող եք հեռանալ, ինչ-որ բանից կարող եք հեռանալ, ինչ-որ մեկը կարող է գնալ ձեր կյանքից, գուցե ժամանակավոր հեռվանում է, ինչ-որ մի տեղ եք գնում, և ոմանք ունեն այդ օրը ժամադրություն սիրային, ոմանք նաև պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, և սպասում եք, գուցե պայմանավորվել եք և սպասում եք դեռ չկան, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին դեկտեմբերի 26-ին։
Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ ամիս եւս կկատարվին, նաև սեղան կնստեք, միգուցե դրա հետ է կապված կողմ ինչ-որ բան եք նշում, որ այս ամիս էլ եղավ, հա, որ ինչ-որ նմանատիպ բաներ են։ Ունեն դեպս սեղանի շուրջ եք նստելու, հյուր կունենաք, կամ դուք կգնաք հյուր, հեռախոսազանգ ունեք, որոշ գործեր այդ օրը կանեք, կվերջացնեք, կավարտեք, կվրձնեք այդ գործերից, նաև նորություն եք լսելու այդ օրը եւ հաջողություն ունեք ձեր գործերում, ձեր աշխատանքում, ձեր բիզնեսում։ Եվ եթե հյուր ունեք, ապա կամ եթե գնալու եք, ոնց որ մտածում եք, թե ինչ տանեք կամ ինչ հյուրասիրեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այս եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին դեկտեմբերի 26-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օր ունեք եռանկյուն հարաբերություններ կամ թաքուն սիրային հարաբերություններում այդ որ կարող եք հանդիպել, նաև թաքուն գործողություններ են, ինչ որ մեկի հետ։ Կարող անակնկալ եք պատրաստում այդպես։ Եվ հանդիպում ունեք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, հեռախոսազանգ ունեք, հանկարծակի լուր կլսեք, որտեղ կիմանաք, որ ինչ որ գործեր են մնացել կամ ինչ որ հնարավորություն ձեր ձեռքից բաց թողեցիք եւ դա կարող է ձեզ ցավեցնել մի փոքր եւ սեղանի շուրջ եք նստելու այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին դեկտեմբերի 26-ին։
Հարգելի ջրհոսներ, այդ օրը յուրաքանչյուր քայլանելուց առաջ երկար մտածեք, հետո նոր ինչ-որ քայլեր արեք, նաև ինչ-որ միտեղ կարող եք գնալ և երկար մնալ։ Նորություն կլսեք, դրանից հետո կարող եք վիճել ինչ-որ մեկի հետ, կամ նաև կարող եք տուն մաքրել, կարող ինչ-որ բան իմանալ, որ գայս են օրինակ ինչ-որ մարդիկ ձեր տուն։ Հանդիպում ունեք այդ օրը, տատանվում եք, ծանոթ թեթև եք անում ինչ-որ հարց, ոմանք ունեն սիրային եռանկյուն հարաբերություններ, սիրային թաքուն հարաբերություններ, նաև թաքուն գործողություններ են սրանք, որ կարող եք անել, անակնկալ է օրինակ, կարող անակնկալ եք պատրաստում ինչ-որ մեկի համար և ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին դեկտեմբերի 26-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը հանկարծակի լուր եք լսելու, նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, կարող է լինել բանկ, ուսման կենտրոն, բժշկական կենտրոն, նաև հանդիպում ունեք այդ օրը, նորություն կարող եք լսել և ինչ-որ կարող է այդքան էլ ձեզ դուր չգա, կամ ինչ-որ մեկից հիասթափեք, կամ ինչ-որ բանից, կամ նաև տխրություն է սա։ Օրը ձեզ ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված։ Եվ ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք երեկոյան կարող են անցնել աշխատանքի կամ հանդիպեք պետական աշխատողի հետ, հարցազրույցի գնաք, ձեր գործերը, ձեր բիզնեսը առաջ տանեք, այդպես կարող զբաղվել ձեր աշխատանքով, կամ աշխատանքից ավելի շուտ դուրս գաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։